Այսօր առավոտից լարված վիճակ էր Գյումրու քաղաքապետարանում, ոստիկանական ուժերը, կարմիր բերետավորները շրջափակել էին քաղաքապետարանի շենքը։ Ընկան իրանք, հենց իրանք, թուրքի դիժվացները, քցի ոտերի տակ։ Կանանց ընդհանրապես գյումրեցիներին կին տղամարդ չճանաչելով Պարոն Մերկոյան Երևի նախապատրաստում են։ 90 տարեկան կա զագի։ 90 տարեկան, Հետ թուրքի դիժվացներ։ Քաղաքապետ Վարդան Ղուկասյանին եւ եւս 7 անձի ձերբակալելու մասին որոշում էր կայացվել կաշառք ստանալու եւ կաշառք տալու մեղադրանքներով հայտնում է հակակոռուպցիոն կոմիտեն։ Այս մասին իմանալուն պես քաղաքապետին աջակցող գյումրեցիները շտապել են արգելափակել շենքի մուտքը։ Հրմշտոց, քաշք, շուկ եւ իրարանցում է սկսվել։ Ոչ։ Ես իրականում գյումրեցի եմ, ապրում եմ երկար տարիներ Վանաձորում, բայց լսելով լուրը, որ այս ինչ է կատարվում ամբողջ աշխարհում։ Ամբողջ աշխարհում եւ Հայաստանում առավելապես։ Այս ինչ է կատարվում, սա խուժանություն է։ Խուժանություն է, ում են բռնում։ Ում են բռնում այն մարդը, ով ծաղկացնում է քաղաքը, հա? Ում հետևից են ընկել։ Թող ընկներ են մարդու հետևից, ով պարգևել է մեզ եռաբլուր։ Ցավով եմ ասում։ Սա խուժանություն է առնվազն։ Ես ձայնագրություններին անկեղծ ասած չեմ հավատում։ Հետո կա այսպիսի մի բան։ Մեզ համար ամենակարևորը որն է, եռաբլուրում զինվորները չլինեն, թե ընկնեն այդ մանուկների հետևից։ Ես չգիտեմ որն է ամենակարևոր հարցը այստեղ։ Ամենակարևոր հարցը թողած ընկել են քաղաքապետների հետևից, եւ սա առաջի դեպքը չի, երկրորդ դեպքը չի, արդեն որ երրորդ դեպքն է։ Ասում կոռուպցիան պետք է արմատախիլ արվի։ Կոռուպցիան առաջին հերթին պետք է արմատախիլ անել Նիկոլ Փաշինյանի կատարած աշխատանքներից, սկսեն այդտեղից։ Որտեղից հատկապես։ Դուք ինձանից շատ լավ գիտեք որտեղից։ Եկեք այդ մասին չխոսենք, դուք լրագրողներ եք, ինձանից ավելի լավ գիտեք, որտեղից պետք է սկսել։ Բայց որ պետք է սկսել անձամբ Նիկոլ Փաշինյանից, պահանջել արդարությունը հենց իրենից, որ հողերը հանձնում է, հիմա էլ Հայաստանն է հանձնելու, այդտեղից պետք է սկսել։ Դուք համայնքապետարանի աշխատակից եք։ Ոչ։ Ես քաղաքացի եմ, պարզապես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ։ Լարվածությունը հանդարտեցնելու համար Վարդան Ղուկասյանը աշխատասենյակից դուրս եկավ եւ դիմեց քաղաքապետարանի շենքի ներսում հապակվածներին։ Մենք գնանք խնդիր չունենք, մենք ոչ մի բան չենք արել։ Աղեգյանը ջոկում։ Ուրեմն օրենքի տանապակտորեք ամեն ինչ Ժողովուրդ խնդրում եմ յոթը։ Ես ես ասում եմ ինձ լսեք, ոչ եմ ամեն ինչ նորմալ կլինի, գնում ենք, թող նայեն ինչ օր է ոնց որ պետք է։ Ինչ ուզում է լինի։ Դրանից հետո ամեն ինչ երևա ամեն ինչ կանենք։ Գյումրին ձեր քիգունքին է։ Փաստաբան Հայրապետյանի խոսքով քաղաքապետարանի պահեստային ելքի դուռը կոտրել եւ դրանով Վարդան Ղուկասյանին դուրս են բերեն ձերբակալել եւ տեղափոխել են Երևան հակակոռուպցիոն կոմիտե։ Գյումրիի կենտրոնական հրապարակից կամ բազմաթիվ բերման ենթարկվածներ ներքին գործերի նախարարության Գյումրիի բաժիններ, ես հիմա գտնվում եմ Կումայրի բաժնի մոտ, այստեղ բերման է ենթարկվել նաև ընկերս, մեր ձևով շարժման ներկայացուցիչ Ռուբեն Մխիթարյանը, որը երջանկահիշատակ Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի մարզիչ Աշոտ Մխիթարյանի որդին է, մի յուրահատուկ անձնավորություն, շատ համեստ դաստիարակված մարդ, շատ լավ մասնագետ ու հենց այս տեսակի մարդկանց են Նիկոլի պետությունում սովոր բերման ենթարկել, հետո կալանավորել, հետո հոտվածներ կարել վրեքը կամ բազմաթիվ բերման ենթարկվածներ, թե վարչականով, թե որքանով գիտենք քրեականով, առայժմ այսքանը տեսնենք, թե այլ ինչ նոր բաներ է փորձելու մոգոնել հայ ժողովրդի գլխին մեծն Նիկոլը։ Գյումրեցիները գալիս են Երևանի պաշտպանություն Վարդան Ղուկասյանին։ Շատ արագ։
Սա քաղաքական հաշվեհարդար է ըժում լրագրողների հետ զրույցում ասում է Հայաստանի ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը անդրադառնալով Գյումրիի համայնքապետի ձերբակալությանը։ Տեսեք, ընդամենը մի քանի ամիսներ առաջ տեղի ունեցած ընտրությունների արդյունքում երկու համայնքում հաղթել է ոչ իշխանական ներկայացուցիչ, մեկը Փարաքարում է եղել, մեկը Գյումրիում։ Եվ Փարաքարի համայնքապետը Վալոդիա Գրիգորյանը սպանվել է, որի ամբողջական բացահայտումը մինչև այսօր տեղի չի ունեցել, եւ ես սա պնդում եմ, ինչքան էլ քննչական կոմիտեն ասի, որ արդեն քանի որ գտնվել այն անձով խոստովանել է, որ կրակել է, միևնույն է ես տեսնում եմ այնտեղ նաև քաղաքական ենթատեքստեր եւ ամբողջական բացահայտում պետք է լինի, բայց մի դեպքում փաստացի ունենք սպանված քաղաքապետ ընդդիմադիր, մյուս դեպքում էլ Գյումրիի համայնքապետը Վարդան Ղուկասյանը փաստացի այսօր մինչև մենք խոսում ենք, չգիտենք ձերբակալվել է, կալանավորվել է թե չէ, բայց ակնհայտ է, որ process-ը դրան է գնում։ Ես չգիտեմ իրավական ինչ հիմնավորում կդնեն տակը, բայց ակնհայտ է, որ սա քաղաքական ենթատեքստ ունի։ Հիշում եք Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովի ամբիոնից ասաց, որ Վարդան Ղուկասյանին դուրս կշպրտեն հանրային քաղաքական կյանքից, եւ հիմա դրա գործընթացն է տեղի ունենում։ Եվ ավելորդ միամտություն չպետք է ունենալ հասկանալու, թե լավ, ինչ պատճառով է դա տեղի ունեցել, հա, ընտրակաշարքի գործ կար, ընտրակաշարքի գործ չկար։ Չկա որևէ իրավական հիմնավորում, կա մեկ անձ, ով այսօր եւ դատավորն է, եւ դատախազն է, եւ քննիչն է, եւ փաստացի երկրի վարչապետի աթոռի նստած մարդը հրահանգը տվել է, քնչականով, ԱԱՑ-ով, այսպես դիմակավորված ներխուժում են իրականացրել։ Սա քաղաքական հաշվեհարդար է, ինքը փորձում է մեկուսացնել բոլոր այն մարդկանց, ովքեր որոշակի ազդեցություն ունեն, եւ ընդդիմադիր որևէ մեկին ուղղակի չի հանդուրժում։ Բաքվում ընթացող կեղծ դատավարության ժամանակ ուշադրությանն արժանի իրադարձություններ են տեղի ունենում նախորդ լսումների ժամանակ Լևոն Նացականյանը, Դավիթ Իշխանյանը եւ Դավիթ Բաբայանը իրենց անհամաձայնությունն են հայտնել հարցազրույցներից, առցանց ռեսուրսներից եւ սոցիալական ցանցերից վերցված հայտարարությունների հիման վրա կազմված փաստաթղթերում պարունակվող բազմաթիվ դրույթների վերաբերյալ այն, որ Ադրբեջանն ըստ նախապես պլանավորված սցենարի ու տրամադրության է շարժվում, դա ի սկզբանե բարձ էր, սակայն կարևոր է, որ տեղում պատանդի կարգավիճակ ունեցող հայերը որքան հնարավոր է դիմադրում են եւ ի ցույց դնում ադրբեջանական մեղադրանքի թշվառությունն ու դատավարությանն ուղեկցող կեղծիքները, գրում է Պատիվունամ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ Դավիթ Իշխանյանը նույնիսկ պահանջ է ներկայացրել դատանին, որպեսզի պաշտպանական բանակի նախկին հրամանատար Կամո Վարդանյանին վերագրվող գաղտնի հրամանն իրենց ներկայացվի, որովհետեւ այն դատին ընթերցվել է, սակայն դրա հավաստիացումը ապացուցող որևէ փաստ չկա։ Հայաստանի իշխանությունների Բաքվի կեղծ դատավարության ընթացքին անհաղորդ մնալը ազատել է Ադրբեջանի թևերը ազատ ստեղծագործելու եւ կեղծիքների մի մեծ դրցակ վերագրելու Հայաստանի եւ Արցախի մեծ թվով պետական գործիչների, զինվորականների եւ ազգային ազատագրական պայքարի նվիրյալներին։ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի պատրաստած զեկույցը գտնվում է Գաղտնի բաժնում, որոշումը կայացրել է ազգային ժողովի նախագահը։ Հանվելով պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի տված եզրակացության վրա։ Այդտեղ արդեն խնդիրը հետոյի հետ կապված, որովհետև կանոնակարգ օրենքը կարգավորում էր, որ նախագահին ուղարկելուց հետո զեկույցը պետք է գնա լիագումար նիստ, եւ ես պետք է հանդես գամ ելույթով եւ պատասխանեմ հարցերին, որից հետո քվեարկությամբ մենք պետք է որոշենք հաջորդ կանգառը տվյալ զեկույցի, որը ելի պետք է Գաղտնի բաժնով գնա։ Այդ խնդիրներն է, որ այս պահին արկախված է եւ լուծումը դրված է ազգային ժողովի Գաղտնի բաժնում։ Սա միջանկյալ ես կարող եմ իմ տեսանկյունից ասել լուծում է, բայց զեկույցը ինքը գոյություն ունի, որտեղ նպատակը քննիչ հանձնաժողովի աշխատանքը սկսելու եւ անելու դա զեկույց ունենալն էր։ Ես այդպես եմ մտածում, որովհետեւ ցանկացած իրավակարգավորում պետք է ծառայի նպատակին։ Նպատակը զեկույցն էր։ Հիմա այստեղ թե կանոնակարգ օրենքի ինչ որ դրույթում գրված էր այդ ամիսների ընթացքում, ուրեմն պետք է եւ աշխատենք եւ զեկույց կազմենք, դա նախ իրատեսական չի, որովհետեւ պատկերացրեք, վերջին օրը ենթադրենք քննիչ հանձնաժողովը ստանում է 1000 էջանոց փաթեթ, որը պետք է ուսումնասիրի եւ ներառի զեկույցի մեջ, դա իրատեսական չի, բայց այդ խնդիրն է լուծված է տրամաբանության շրջանակներում, որովհետեւ Պաշտպանության անվտանգության հարցերով քննիչ հանձնաժողովը վերապահված է սահմանադրությամբ եւ կանոնով մեկ հանձնաժողովի, որը իրավասու է մշտական գործող հանձնաժողովին։ Մենք այդպես արել ենք նաեւ մեր առաջին զեկույցի քարորիայի համար, հավաքագրել ենք փաստերը, հետագայում որպես արդեն մշտական գործող հանձնաժողով պատրաստել ենք զեկույց եւ ներկայացրել եւ
գոյություն ունի նախադեպ։ Հիմա անդադար խոսեմ նախադեպի մասին, նախադեպի գոյության պարագայում, խոսել իրավակարգավորման ինչ որ արգելքների մասին հնարավոր չէ, որտեղ օրենսդիրը Արադ Միրզոյանը, երբ որ ուղարկեց լիագոմանիստ եւ ես ելույթ ունեցա, իր դիրքորոշումը օրենքի հետ կարգավորման հետ կապված արդեն տվել է, եւ դա անտեսել անհնար է։ Բեռնատարների վարորդները կրկին բողոքի ակցիա են անցկացրել կառավարության առջև, պահանջելով, որ գործադիրը բանակցի ռուսական կողմի հետ, որ միգրացիոն օրենքների խստացումը ուղևորային բեռնափոխադրողների վրա չտարածվի։ Նախկին 180 օրվա փոխարեն այս վարորդներն արդեն 90 օր կարող են մնալ Ռուսաստանում։ Խախտում անողները տուգանվում են, ձերբակալվում, հետո արտաքսվում 3-ից 5 տարվա մուտք-արգելքով։ Նախորդ շաբաթ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն էր մոտեցել նրանց ու ասել, որ տեղյակ են, զբաղվում են։ Վարորդներն ասում են, դեպորտի թղթեր ստացած իրենց գործընկերների թիվն աճում է, որքան սպասեն։ Այսինքն մի որ ձեզ այս միկրոֆոնը վերցնեն դուք աշխատանք չունենաք, ինչ ձեզի խոչընդոտ կլինի։ Ես էլ չեմ կարա ռուլը ֆռստեմ։ Չեմ կարա իմ տունը պահեմ, չեմ կարա լույսի փողը տամ։ Ինչի մասին եք, ինչ հարց եք տալի, մեռնեմ արևի։ Դուք եւս մուտքի արգելք ունեք։ Այո։ Քանի օր։ 5 տարով։ Նախորդ Ոչ, 93 օր։ 3 օրվա համար։ Նախորդ հանդիպումից մինչ այս պահը որևէ դրական արձագանք տեսնում եք։ Ես չէ։ Ոչ զանգել են, ոչ ասել են։ Ճիշտ ասած ոչ մի։ Դել չեմ տես խորացել, բայց եսեք իմանամ ինչա կասեմ գլի։ Ունենք, մենք այս կան հոգի, որ կա այս շոֆերները մեր հեսավիկ տղեկը, 5000 հոգի հազիվ տղա ալնի, հազիվ, որ հապկվեն, 5000 հոգին 3 միլիոն ժողովրդի համար, ձեր համար, բոլորիս համար, են որ մտնում ենք խանութները լիքն է, էլի եմ ուզում, չեմ ուզում կրկնվեմ, անցած անգամ էլ եմ ասել, որ մտնում ենք խանութները լիքն է, հետ այս տղեկն է, ես մյուս այս, ինչքան տղեք դնում շոֆեր, շոքա, ցուրտա, անձրևա, ձմեռա, գալալիոդա, ով է իմանում ձեր հացը, որ առնում եք, կամ կանֆետեղենը, որ առնում եք, այս տղեն ոնց ա բերել։ Դե տեղեկություն ունենք ԵԱՏՄ-ից, որ բանինը կասեցրել են այդ Միջին Ասիայի տղեկինը։ Ընձի տենց հարցեր ես ոչ Էսյանից եմ, ոչ Էնյանից եմ, ոչ էլ ոչ մի բան եմ, այտենց հարց ինձ հետաքրքիր չի, կառավարությունը մի սրանք կլնեն, թե ուրիշ տններ չանեն, էլի նույն բանն ենք ասելու, մենք ոչ ենք ասելու, եսի վատն լա, իմ մար մեկ է։ Վատիկանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Հռոմի Պապ Լևոն 14-րդի հետ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային խնդիրներին, այդ թվում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին, հումանիտար հարցերին։ Նորին սրբությունը շնորհավորել է այդ ուղղությամբ արձանագրված առաջընթացը եւ հույս հայտնել, որ տարածաշրջանում խաղաղության հաստատումը կդառնա համագործակցության եւ կայունության նոր փուլի սկիզբ։ Փաշինյանը վստահություն է հայտնել, որ Լևոն 14-րդի առաջնորդությամբ կշարունակվի Սուրբ Աթոռի եւ Հայաստանի միջև սերտ երկխոսության ավանդույթը, նաեւ Հայաստանի համար կարևոր հարցերի նկատմամբ ցուցաբերվող հետեւողական ուշադրությունը։ Հռոմի Պապն իր հերթին ընդգծել է Սուրբ Աթոռի եւ Հայաստանի միջև հաստատված սերտ հարաբերությունները, հատկապես կարևորելով Վենետիկի Մխիթարյան միաբանության դերն այդ կապերի խորացման գործում։